Վարդենի Սամայքի ավականում Հայաստանի Հանրապետության Գեղարվեստի մարզի Վարդենի Սամայքի 2025 թվականի տարեկան ոգել քննարկելու և հաստատելու մասին 24 հունվարի 25 թվականի համար 3-ի կին որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, երկրորդ Հայաստանի Հանրապետության Գեղարվեստի մարզի Վարդենի Սամայքի ղեկավարի զեկույցը 2025 թվականի բյուջեի ինանսվար պատահողականի մասին, երրորդ Վարդենի Սամայքի բանևան բնակավերի ռոռոկման ջրատարի կառուցման շինական աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին, չորրորդ Վարդենի Սամայքի գեղարվեստի բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզում խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքների իրականացման համար թույլատվություն տալու մասին, հինգերորդ Վարդենի Սամայքի ավականում Վարդենի Սամայքի ավականում Հայաստանի Հանրապետության Գեղարվեստի մարզի Վարդենի Համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին 24 հունվարի 2025 թվականի համար 3-ի կին որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25 հունիսի 2025 թվականի համար 99-ին որոշման մեջ փոփոխություն և դրություն կատարելու մասին 6-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարվեստի մարզի Վարդենի Սամայքում ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համաձայնություն տալու մասին 7-րդ Գեղարվեստի մարզի Վարդենի Սամայքի հողային աշխատաշրջանը հաստատելու մասին 8-րդ Վարդենի Սամայքի սեփականություն հանդիսացող հողամասերը արդյունք վաճառքով օտարերի թույլատվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին 9-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարվեստի մարզի Վարդենի Սամայքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսկերը մշտային կարգով վարձակալության տրամադրելու և մեկնարկային գին սահմանելու մասին 10-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարվեստի մարզի Վարդենի Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից Սոլած տարիքից սահմանապատասխանատվության ընկերությանը սահմանափակ օգնելու իրավունք սերվիտուտ, այսինքն տրամադրելու համաձայնության մասին 11-րդ Վարդենի Սամայքի արկում բնակավայրի բնակիչ Մակար Հովհաննիսյանի պատկանող անշարժույթերի գույքարկի մասով տուգանվող պրոյեկտով համաշխատող մասնակից զիջելու մասին 12-րդ Վարդենի Համայնքի կարճախույր բնակավայրի բնակիչ Արծրուն Սիմոնյանի պատկանող անշարժույթի գույքարկի մասով տուգանվող ապարքով ընկող համաշխատող մասնակից զիջելու մասին
13-րդ Վարդենիս համայնքի կարճատու բնակավայրի բնակիչ Լորենցիա Սիմոնյանի պատկանող անշարժույթի գույքարկի մասով կուտակված ապարքով երկու համասկարկով մասնակիցիչելու մասին, 14-րդ Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի բնակիչ Գրիգոր Խաչատրյանի պատկանող անշարժույթի գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով համասկարկով մասնակիցիչելու մասին, 15-րդ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Հակոբյան Գևորգյանի պատկանող ունեցած Երբալի 70 պատմիչի SS պետարավինչի SS 89-ի գույքարկի կուտակված ապարքով մասնակիցիչելու մասին, Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Մխիթար Շահբերանին պատկանող SS պետարավինչի ավտոմեքենայի գույքարկի կուտակված ապարքով մասնակիցիչելու մասին, 17-րդ Վարդենիս համայնքի Խաչատրի բնակավայրի բնակիչ Դերենիկ Խաչատրյանի հոր Աղաբեկ Խաչատրյանի պատկանող անշարժույթի գույքարկի մասով կուտակված ապարքով համասկարկով մասնակիցիչելու մասին, 18-րդ Հայաստանի բասկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արա Արմանի Բովագիմյանին խրախուսելու մասին, 15-րդ զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ եւ 20-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես համախոհ բնակիչների դիմումների քննարկման եւ վերաբերական փոխհատուցում տրամադրելու մասին։ Եթե առաջարկություններ չկան, դնում ենք քվեարկության։ Ովքեր են կողմ, քվեարկություն։ 19 կողմ, դեմ, 0 չկա։ Անցնում ենք օրակարգի առաջին հարցին։ Վարդենիս համայնքի հավաքանում Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու եւ արտադրելու մասին 24 հունվարի 2025 թվականի համար 3-ին որոշումներ փոփոխություն կատարելու մասին։ Հարգելի հավաքանիներ, առաջարկում եմ Վարդենիս համայնքի հավաքանի 24 հունվարի 2025 թվականի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու եւ արտադրելու մասին համար 3-ին որոշման ավելացնելու կատարել հետևյալ փոփոխությունները։ Հիմք ընդունելով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականները կապված Պոստայք եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ ՍՏ-ի աղբանության վեգետարային աշխատանքները սկսելու համար դրամաշնորհային աջակցություն տրամադրելու մասին, թույլատրել համայնքի վարչական բյուջեում կատարել փոփոխություն։ Բյուջեի 1-ից 6-ից 1 գործառնական դասակարգման 42-51 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 5 միլիոն դրամ եւ այն ավելացնել նույն գործառնական դասակարգման 46-39 տնտեսագիտական հոդվածին։ Այսինքն, ինչպես գիտեք, մենք այս համաձայն պայմանագրի ունենք տվյալ կազմակերպության հետ, Պոստայքի եւ Գեղարքունիքի ԿԿԹԿ ՍՏ-ի հետ աղբանության վեգետարային աշխատանքները սկսելու դրամաշնորհային գումարի փոխանցում, որը կազմում է Վարդենիս համայնքում այս պահին կազմում է 5 միլիոն դրամ։ Գիտեք, արդեն այս կազմակերպությունը արդեն մտել է Սևան, Գավառ, երեքային դեսպատի չհասցրեց, մյուս տարի արդեն կպատի Վարդենիս մեր աղբանության հետ կապված գործողությունները կատարելու, դու դրա մասին արդեն գիտեք անցած նիստերի ժամանակ մենք քննարկել ենք այդ հարցը եւ երկրորդ հարցը, որ այս նախագծի հետ կապված նկատի ունենալով այն հանգամանքը, որ Վարդենիս համայնքի ծովակ բնակավայրի խմելու ջրագծի եւ կապտաժի վերակառուցման աշխատանքները ամբողջովին ավարտին հասնելու համար հատկացված գումարը սուբվենցիոն ծրագրի հատկացված գումարը չի բավականացրել, առաջացել է անօրենություն, լրացուցիչ 5 միլիոն 435,070 դրամ համաձայն նախարարի ֆինանսավորում ուստի առաջարկում եմ թույլատրել նշված բացերը կատարելու համար համայնքի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները բյուջեի 1-ից 6-1 գործառնական դասակարգման 51-13 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 5 միլիոն 439,070 դրամ եւ այն ավելացնել 6-ից 3-ից 1 գործառնական դասակարգման 51-12 տնտեսագիտական հոդվածին։ Արդեն գիտեք հիմնական նպատակը ինչն էր, ընդհանուր դրամաշնորհի պայմաններում նախապատրաստական աշխատանքները կատարում, որպեսզի տվյալ կազմակերպությունը մտնի համայնք։ Եթե առաջարկություններ չկան, ասա Սիմոնյան։ Կենցաղային հաղթների կառավարման հարցով
Նշեցիք, ես ուզում եմ ավելի մի փոքր մանրամասնենք, բայց մենք ունենք ժամանակացույց երբ ավարտին տվյալ կազմակերպությունների գործունեությունը եւ ինչ կողմից է արվել ընդհանուր վարկի որպես տեղեկատվական։ Հիմա ես ձեզ ասեմ, պարոն Սիմոնյան, արդեն ճիշտ ասած Սևանա իմ պատկերով գավառել է, բայց որոշակի 40-50%-ով արդեն մնալ է գավառամայք աշխատանքները կազմակերպելու, մեր դրանից հետո կարծում եմ, որ մարտ ամսին արդեն Մարտունի եւ Գավառան լիովին արդեն կմատնի եւ մեր բոլոր ախտանման գործողությունները կատարի տվյալ կազմակերպությունը։ Այս ժամանակացույցը այդ ձևի է։ Այսինքն մեր մոտից ամբողջ ախտանությունը իրականացնող տվյալ կազմակերպությունը ոչ թափոնները տեղափոխել հրազդան։ Եվ ինքը մտնում է իր աղբամաներով, իր մեքենաներով, իր ամեն ինչով եւ այլն բոլոր քաղաքը եւ բոլոր բնակավայրերը։ Եթե այդ առաքություններ չկան, քննարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի երկրորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի զեկույցը 2025 թվականի բյուջեի ֆինանսական կատարողականի մասին։ Հարգելի ավականներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ Մարտունի համայնքի 2025 թվականի 9 ամսվա եկամուտների պլանը կատարվել է 87.7%-ով։ Բայց եթե համեմատական կարգով գնում ենք այսօրվա 9 ամսվա տոկոսը, եթե գնում ենք անցած տարվա տոկոսը հետ միասին, մենք ստեղ աճ ենք գրանցել։ Այսինքն անցած տարի եղել է 83.2%, իսկ այս պահին 2025 թվականի 9 ամսվա կատարվածքով կազմել է 87.7%, եւ նախորդ տարվա համեմատությամբ սեփական եկամուտների պլանը շուրջ 50 միլիոնով ավելացել է։ Անցած տարի մենք այդ 50 միլիոնը չունեինք, ավելացրած չէր, բայց գիտեք ինչ համար ավելացրած, եւ այդ 50 միլիոնը ավելացրած մենք այս պահին մեր կատարվել է աճ եւ կազմել է 87.7%, անցած տարվա 83.2%-ի փոխարեն։ Բոլոր եկամուտների գծով կարող եմ ասել, որ պլանները նախորդ տարվա փաստացի կատարողականի համեմատ գերակատարվել են։ Մնացած բոլոր եկամուտների գծով պլանները։ Թեկուզ ձեռնարկում են անհրաժեշտ բոլոր միջոցները 2025 թվականին մենք այս պայմանին ինչ ենք մտածում կամ ինչ ենք անում կամ ինչ ենք ցանկանում, որպեսզի մենք կարողանանք 2025 թվականի տարեկան բյուջեն կատարել 100 եւ ավելի տոկոսով։ Եվ դրա համար խնդրում եմ ես ձեզանից բոլորի միջամտությունը, որպեսզի մենք կարողանանք համատեղ մեր պլանները կատարել ոչ թե 100, այլ 100-ից ավել տոկոսով։ Ես ինչ համար եմ ասում, որ այս պահին 87.7%-ակազմած, քանի որ մենք ապրում ենք վարչությունում, դուք էլ գիտեք, որ մեր մոտ գյուղատնտեսական աշխատանքները երբ ավարտվում են, նոր հարկերը այդ ժամանակ են տալիս մեր բնակիչները, դրա համար ակնկալում եմ, որ այս մնացած ամիսների ընթացքում մենք բոլորս իրար հետ միասին կարողանանք մեր տոկոսը հասցնենք 100-ի կամ ավելի, քանի որ մեր հիմնական այս տոկոսներից է, որպեսզի մենք կարողանանք մեր քաղաքը զարգացնենք, բարձրացնենք, սուբվենցիոն ծրագրեր անենք եւ այլն, այս բոլորը դուք արդեն գիտեք։ Կարող եմ նաև ավելացնել, որ նախորդ տարվա չգանձված սեփական եւ ամրացված եկամուտներից կատարված աշխատանքների համար մենք ուղարկել ենք ծանոթագրեր, կազմել ենք ժամանակացույցներ, հավաքագրել ենք նախորդ տարի 17.684.000 դրամ։ Իսկ 2025 թվականի 9 ամսվա համար գանձվել է 12.900.000, սա խոսքը վերաբերում է աղբանության։ Գանձվել է մոտ 12.915.000 դրամ 2024 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ սուբվենցիոն եւ միջգերատեսչական շինարարություն իրականացող կազմակերպություններ կազմել է եւ կազմում է աղբանության պայմանագրեր։ Ավելի մանրամասն տվյալ հարցի հետ կներկայացնի ֆինանսատնտեսական եկամուտների աշխարհման եւ հավաքագրման վարչապետ Սեյրան Գրիգորյանը։
ուրեմն ինամսվա նախատեսված 4 միլիարդ 436,873,000 դրամի եկամուտի պլանի դիմաց փաստացի կատարվել է 2 միլիարդ 139,459,000 դրամ, կամ բյուջեն կատարվել է 48.2%-ով։ Պատճառը սուբվենցիոն ծրագրերով առայժմ պետության մասնաբաժինը չի հատկացվել շուրջ 2 միլիարդ 97,263,000 դրամ։ Մենք պետք է մեր մասնաբաժինը ամբողջովին տանք, որ պետությունից պահանջենք։ Դա իրենք չեն ավարտել, կտրողականը չեն դրել, դրա համար չի պահանջվել առայժմ պետությունից։ Վարչական բյուջեի 25 թվականի ամսվա պլանը կազմում է 2 միլիարդ 191,973,000 դրամ, փաստացի կատարվել է 2 միլիարդ 138,205,000 դրամ, կամ 97%։ Իսկ սեփական ամրացված եկամուտները, ինչպես պարոն Խաչատրյանը ասաց, 87%-ով այն ամսում։ Բոլոր եկամուտների գծով գերակատարել ենք նախորդ տարվա համեմատ բյուջեն ավելացրել ենք, ինչ պարոն Խաչատրյանն ասաց 50 միլիոն, այդ ամսով արդեն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի բանջում է 49,740,000 դրամ։ Հարկատեսակների գույքարկի շինություններից հիմնականում գերակատարել են շինություններից գույքարկը 444,000 դրամ, անշարժ գույքարկից 3 միլիարդ 3,838,000, գույքարկը 14,271,000 դրամ, վարձանապարական գույքերը 8,141,600 դրամ։ Անցնենք ծախսային մասը։ Վարդենիս համայնքի 2025 թվականի ամսվա բյուջեի ծախսերը պլանավորվել են 4 միլիարդ 947,135,000 դրամ։ Փաստացի ծախսվել է 1 միլիարդ 493,454,000 դրամ։ Ծախսերը 9 ամսվա ծախսերը հիմնականում շարունակական ծախսեր են, աշխատավարձը 408,767 պարտեվավճարները 26,698,000 դրամ, Ուղղակների պահպանման ծախսերը 605,808,000 դրամ, էներգետիկ ծախսերը 45,504,000 դրամ, իսկ մնացած 95,013,200 դրամ ծախսը կազմում են կապի ծառայության, ապահովագրական գործունեության, համակարգչային և տրանսպորտային ծախսերը։ Ֆոնդային բյուջեի ծախսերը կազմում են 334,356,300 դրամ, որով հիմնականում սուբվենցիոն շինարական ծախսերն են համայնքի մասնաբաժնում 317,209,000 դրամ։ Լիզինգներով ձեռքբերված տեխնիկաների լիզինգի գումարները 15,473,500 դրամ։ Վարչական սարքավորումները գնվել են 943,000 դրամի, հիմնականում գնվել են աթոռներ և բազմոցներ և այլ մեքենա սարքավորումներ 730,000 դրամ, էլեկտրական շարժիչներ լուրերի ջրամատակարարումը կատարելու համար։ Գնել ես դիրքորեմ շան բազմոց չէ, երևի աթոռների մասնավոր բազմոց Միատորել է։ Չտրենյան որ չարան, նստելու աթոռի մասին է լավ շան։ Ես կնամա, բյուջեի ծախսերը հիմնականում կատարվել են խնայողաբար և արդյունավետ, իսկ եկամուտները ավարտելու համար ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները ավարտելու հավի և ուղի հասցնական Եթե առաջարկություններ չկան, արգելի ավարտումներ, քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպար չկա, ասում ենք նորակարգի երեկվար, նստիկ է։ Վարդենիս համայնքի բանական բնակավայրի ոռոգման ջրատարի կառուցման շինարական աշխատանքների համար համայնքի բյուջեից գումար հատկացնելու մասին։ Արգելի ավականներ, ինչպես գիտեք, մենք տարբեր կազմակերպությունների հետ տարբեր ծրագրեր ենք անում, այսինքն սրանք վերաբերում են բարերար կազմակերպություններ, որոնք համայնքի հետ համագործակցում են իմ եկած ժամանակահատվածից մինչև այսօր ելերի կարծում եմ, որ համագործակցենք։ Մենք ծրագրեր կա, որ գումարային տեսակետով շատ մեծ չեն և դրա պատճառով ես այդ փոքր գումարների հետ կապված, որոնք որ մեծ գումարներ չեն, ես բարերարների միջոցով եմ անում։ Բարերարների միջոցով անում եմ տարբեր գյուղերում, տարբեր ծրագրեր, դատարանի խմելու ջուր, դատարանի ոռոգման համակարգ և
Եվ հիմա ես մային ես ուզում եմ ներկայացնել, որ այս ծրագիրը, որ կապված է այսօրվա հետ, դա վերաբերում է շեն կազմակերպությանը։ Վարդենի Սամայել ծրագրի նախահաշվային արժեքը կազմել 13.892.700 դրամ։ Հիմնական արժեքը կողի չեն վարեգործական հասարակական կազմակերպությունը տրամադրում է 12.152.800 դրամ, իսկ համայնքի ներդրումը կազմում է մոտ 1.740.000 դրամ։ Ուստի առաջարկում եմ դե մենք էլ որևէ բարեգործական ծրագրեր որ անում ենք, մենք էլ մեր ներդրում ենք, համայնքը պետք է ունենա իր ներդրումը, ուստի առաջարկում եմ թույլատրել Վանևան բնակավայրի ռոռոկման ջրատարի կառուցման շինական աշխատանքների տեխնիկայի եւ շինանյութի ձեռքբերման համար մենք էլ ընդ որոշակի չափականակի բաներ ենք վերցրել մեր վրա, որ էսի շեն բարեգործական հիմնադրամի անում, էսի համայնքը անում եւ դրա հետ կապված Վարդենի Սամայելի բյուջեի 1.1 բյուջետային դասակարգման 42.69 հոդվածից հատկացնել 1.740.000 դրամ, որպեսզի կարողանանք մեր աշխատանքները շեն բարեգործական կազմակերպության հետ վերջացնել եւ մեր ծրագիրը ավարտին հասնենք։ Եթե առաջարկություններ կան, խնդրեմ համեցեք։ Ուղղակի որտեղից սկսվում որտեղ ավարտին մոտավորապես մենք ես ավելի քաչ ծանոթ եմ այս ծրագրի հետ կապված, մենք ունեինք առումներով հողի միջով առումներով որ գալիս էր, երբ որ ջուրը թողում էին, ինքը ժամանակահատվածում ինքը քաշելով իր մեջ ջուրը դեքանտով գիտի գումարային տեսակետով մնում էր այդ բնակչի վրա, հիմա մենք վաքեր ենք եղել այդ առումների հետ կապված, որպեսզի ավելի արագ եւ ավելի ջուրը ոչ միտեղ չտարածվի, վաքեր ենք տեղադրել եւ այդ վաքերի միջոցով դերել ենք թաղամաս առ թաղամաս միացրել ենք, որպեսզի ամեն մի թաղամասը իր սիրուն ապարատի վաքով գնա եւ բնակիչները կարողանան լիարժեք օգտվել այդ ռոռոկման համակարգից։ Գծամետրը ինչքան էր։ Ինչա։ Գծամետրը երկարությունը ունենք։ Գծամետրը ճիշտ ասած այս պահին չունեմ գծամետրը, բայց կարող չկան ձեր նախագծերի մեջ, կարծում եմ որ ձեր նախագծերի մեջ պետք է լինի գծամետրը, բայց այս պահին այդ իմ այդ աշխատանքները կատարվում են, որ գնում եք դեպի Երևան եկածող ճանապարհի վրա, ձախի վրա որտենակ, վաքերը արդեն շարված է։ Չէ, դա օգտվում է դեպի գնում է որտեղ մենք հանդես բնակիչ ունենք, չէ՞։ Հանդես բնակիչ ունենք։ 700 մետր։ Մենք այդ թևի որ գնում է դեպի մյուս թևը գնում է դեպի Տորֆավանի կողմը, որտեղ մենք հանդես ահագին ընտանիքներ կան, որը տեղում են օգտվում։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Որը կողմ դեմ դեռոքա չկա, ոնցում են կողակարգի չրորդացնեն։ Վարդենի Սամայելի գեղամասար բնակավայրի հիմնանորոգվող մանկապարտեզում խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքների իրականացման համար թույլատվություն տալու մասին։ Ես այս դասակարգման այս հոդվածները դնեմ կողմի, ասեմ, որ ինչա կատարվել։ Հարգելի ավականներ, գիտեք, կառավարության ծրագրով գեղամասարում կատարում է հիմնանորոգում մանկապարտեզին։ Մենք կառավարությունը կառուցում է մանկապարտեզում 50 տեղանոց մանկապարտեզ մեր գեղամասարի երեխաների համար։ Հիմա նախագծային նախահաշվային փաստաթղթերի մեջ ոչ թե բացատրողներ, այլ այդպես եղել, նախագծում չեղել, ներառված չեղել, որպեսզի ջրագիծ քաշվի տվյալ մանկապարտեզում։ Եվ դրա հետ կապված մենք համայնքը վերցրել է իր վրա, որպեսզի մանկապարտեզի ջրագիտացումը կատարվի։ Եվ ընդ ուղղակի հաշվարկ են կատարել, եւ այդ հաշվարկի հետ միասին մենակ այստեղ միակ նշեմ, ինչ ենք ձեռք է բերվել շուրջ 1.200.000 դրամի շինարական նյութեր, պոլիէթիլենային խողովակներ, ընդհանրական դեր հասկանում եք, որ սովորական մեխանիկ դերման ընդհանրակարգը, որ ուզում ենք վերատալ այդ ջրագիծը ավարտենք, քանի որ ջրագիծը պետք է մենք արագ ավարտենք, որովհետեւ հայաթը բաներ կա, որ պետք է կառուցի, որպեսզի չկանգարի հետագայում ջրագծին։ Այսքանը։
Եթե հարցեր, առարկություններ կան, եթե չկան, քվեարկություն, ովքեր եք ով։ Բոլորը ով, դեմ, ձեռնարկված չկա, ասում ենք օրակարգի 5-րդ հարցին, ստեյր ես նախագծի փոփոխությունը։ Վարդենի Սամայքի ավականու Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու եւ հաստատելու մասին 24 հունվարի 25 թվականի համար 3-ի N որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25 հունիսի 2025 թվականի համար 99 N որոշման մեջ փոփոխություն եւ լրացում կատարելու մասին։ Հարգելի ավականներ, ինչի մասին է հիմնական խոսքը։ Վարդենի Սամայքի ավականու Վարդենի Սամայքի որոշման փոփոխություն կատարելու մասին համար 99N որոշման առաջին կետը ձևակերպել հետևյալ բովանդակությամբ։ Այսինքն, Վարդենի Սամայքի ֆոնդային բյուջեի 4.5.1 գործառնական դասակարգման 51-12 տնտեսական դասակարգման հոդվածից պակասեցնել 32.273.624 դրամ, այն ավելացնելով ֆոնդի գործառնական դասակարգման 51-13 տնտեսագիտական հոդվածին համաձայն հարևանացի թույլատրել համայնքի ղեկավարին համաձայն վերանորոգման համար կազմված ծախսերի նախագծի տեղափոխված 32.273.624 դրամից 2 միլիոն դրամ հատկացել են, որ մրցում կատարենք եւ այդ մրցույթով ավտոկը ճանաչվել, հիմա գործողությունը կատարել։ Այսինքն ասֆալտի ինչը ֆրեզը, ասֆալտի ֆրեզը պետքա մրցույթ իրականացնող կազմակերպությունը պետք է գործողությունը կատարել։ Բայց մենք թողեցինք մեր բողոքի վրա, մեր բողոքը ընդհանուր 32 այսինքն չարվեցին, չբավարարեցին նյութով։ Հիմա հույս ունենանք, որ ես ձեր էկտիվն ասել, ինչի համար ասեցի էկտիվը 55,740 մետր, մենք մարսի դրանի հետել չափուձել են անել, որով փողոցները, որովը գիտը էկտիվը որով ֆիքսված է, մենք իրականում այսքան արել ենք, որտեղ որ արել ենք թե գյուղերում, թե քաղաքում, բայց հուսանք, որ այս տարի դե բնականակ չլինի, բայց մյուս տարի եթե եղավ, մենք նույնպես աշխատենք, որ այն փողոցները, որտեղ որ պիսատ ենք թողել, կամ այն փողոցները, որտեղ որ ընդհանրապես չենք արել, այս փողոցները իրար հետ համատեղ լցնելու ենք ու ապահովելու ենք։ Եթե հարցեր, առարկություններ կան, խնդրեմ, հարգելի ավականներ, այս հարցի հետ կապված երեխական փողոցների համար մտածել եւ բարի գործ անել։ Եթե առարկություններ, առաջարկություններ չկան, քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնարկված չկա, ասում են որակարգի հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենի Սամայքում ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման նպատակով տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համաձայնություն տալու մասին։ Ճիշտ ասած, տվյալ հարցի հետ կապված բոլոր խորհրդակցություններին եւ ամեն ինչով զբաղվել Նամակրչյան Կարենը մեր երկու բառով կներկայացնի, բայց ես առաջարկում եմ, որ ներհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման անհրաժեշտություն դեպելով թույլատրել համայնքի բյուջեի միջոցներից լիզինգային կարգով կամ օրենքով սահմանված կարգով այդ եղանակով ձեռք բերել 18 եւ ավելի նստատեղ ունեցող անհրաժեշտ քանակի եւ տեսակի տրանսպորտային միջոցներ։ Մնացածը Մկրտչյանը մասնակցել է գործակցություններին, մնացածը Մկրտչյանը ներկայացնել։ Շնորհակալություն պարոն Խաչատրյան, հարգելի ավականներ, իր լավություն բոլորիս շուտով Վարդենից խոշորացած համայնքը համայնքային տրանսպորտ, որը ներառում է Վարդենից քաղաքը ամբողջ 34 բնակավայր է, որի կապակցությամբ նաև համայնքի ղեկավարի որոշումով նաև ավականու պաշտպանության պետք է լինեն ՀԲ, Փակ բաժնետիրական անկերություն, վարչի փոխարեն հիմնադրենք նույն առանձին հիմնարկ կա, դա ձևավորում, վերաձևավորում իր աշխատողով, տնօրենով, աշխատատեղերի հարցերալուծում, համեն ձեռք են բերելու մոտ 12 միկրոավտոբուսներ, ուսի պատշաճկերպով կազմակերպել Վարդենից խոշորացած համայնքի ամբողջ տրանսպորտային համակարգը։
գնում է ավականու որոշումից հետո համայնքի ղեկավարի որոշումով իրականացվի մրցույթ, շահող կազմակերպությունը կմատակարարի մի ավտոբուսներ եւ համայնքը Ուրեմն շնորհակալ, ստեղ որակարկում մենք գումար չենք նշել եւ մշտած է մեր մակնի շարժություն այս տողերը ինչպես ենք վերացնում։ Այս տողերը աղոտ շատ նոզար է, հիմա չափանիշներն են կառավարության կողմից հատկացված տրանսպորտային միջոցների, թե որ չափանիշի տրանսպորտային միջոցներ են ծառայեն համայնքի տրանսպորտային համակարգերը ունենալու համար։ Դրա համար այս պահին մենք չունենք, կազմակերպությունների բանակցությունների մեջ ենք, թե միակ պաշտպանական ներկայացուցիչները ովքեր են Հայաստանում, որ կազմակերպության հետ կարող են պայմանագիր կապել, մրցույթ հայտարարել, հետո պայմանագիր մեր չափանիշների կառավարության կողմից հաստատված չափանիշներին, որ կազմակերպությունը կարողացան մատակարարել, այդ ժամանակ որ կարող են պատմիչներն ասել։ Բայց մենք ավական նիստում այս որոշում այդ պետք է չափանիշները սահմանենք եւ այդ չափանիշների փոխանցում այստեղ մենք պետք է որոշման նախագիծը վերափոխենք, այլ որոշում կայացնենք, անդադ այստեղ գումար արտացոլենք եւ ապրանքանիշի կանոնը սահմանենք։ Պարոն Շանազարյան, մենք այս պահին չենք կարող գումար նախագծենք, բայց հիմա ես ձեզ ասեմ, հələ որ մենք ուզում ենք էլի մասկետարանում շատ շուտով էլի քննարկումներ են լինելու, հələ մի հատ էլի քննարկենք, լրացուցիչ այն, որ մենք արդեն իմացանք ինչ ենք անելու, մի հատ ուրիշ ձեզ կտեղեկացնենք, որտեղ այս պահին հենց այս բանապետ, որ մենք ստեղծենք այդ տակա, մնացած լիքը բաներ կա, որ դեռ մենք չգիտենք ոնց ենք անելու, դրա համար այս ամեն հարցերը լուծելուց հետո ասենք մնացած հարցերին իրար հետ միասին ստապակին որոշենք եւ մնացած բոլոր հարցերը։ Ես երկու ձեռքով ողջունում եմ այդ կարևոր եւ բնակչության կողմից շատ սպասված որոշումը, որը բնակիչներն սպասում են ներամայնքային տրանսպորտի ներդրմանը եւ բոլոր ցանկություններն են, որ համայնքում բնականon տրանսպորտային գործունեություն ասած վերաբերման համ որ եթե մենք նշել ենք ապրանքանիշի 6 տրանսպորտային միջոց, այստեղ իրավական ճիշտ ձևակերպում տալու համար եկեք սահմանենք լիզինգային կարգով ձեռք բերելու առանց նշելու դրամ ընդհանուր արժողությունը, առանց նշելու մատնիշը, պարզապես նշելու 6 մարտական տրանսպորտային միջոց։ Բայց ընդհանուր արժեքն է դերձել, պարոն Շանազարյան, 220 միլիոն դրամ է կազմում նախնական, բայց վերջնական արժեքը վերջնական թիվը չի։ Հիմա ես դրա համար ասի, լիքը բաներ կա, որ ձևավորված չէ էլի, հիմա հնարավոր է, որ մեկ այլ ուրիշ բան փոխվի եւ մենք արդեն ուրիշ ձևով ենք ավականունից, հիմա այս պահին այս ձևա, այս կտեսային Գրանք առաջարկում միջոցների դեզինֆեկցիոն կարգով կամ օրենքով սահմանված կարգով այլ եղանակով ձեռք բերել Կարանք չնշենք, այո, թեկուզ ընդդեմ, այո, այդ ձևակերպումը ձևակերպումը կտանք այդ ձևով 12 հատ, առաջարկում եմ հետևյալ կերպով Երազանքի մարզի վարդնի համայնքներ համայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի միջոցներից լիզինգային կարգով կամ օրենքով սահմանված կարգով այլ եղանակով ձեռք բերել 12 հատ մարդատար տրանսպորտային միջոց։ Այս 6-ը միանշանակ ուղղագրական տպագրական սխալ է, 6-ը իսկ ստանալուց չէ, Ես առաջարկում եմ հետևյալ ձևակերպում այս որոշումը ձևակերպել եւ հաստատել այս որոշումը, առանցնելու նրա թեմարնիշը եւ Գրեգով, Պարոն Շանազարյան, այս ձևով դնում ենք քրեական Ասոր ձևակերպելիս պարոն Շանազարյանը մենք էլ կողմ ենք դրա ձևակերպման առայժմ նախնական ինչ-որ բաներ կստացվի Այո, սա նախնական է, հիմա բաղվեսով լիքը բան կարող փոխվի, մենք էլ իրար հետ միասին որոշենք
Եղավ, եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնարկած չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ արդյունքի։ Հայ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հողային հաշվեկշիռը հաստատելու մասին։ Հարգելի ավականներ, հողային հաշվեկշիռը հաստատել եք ոնց կա, եթերի մնացել է ոչինչ փոփոխություն չկա։ Առաջարկում եմ հաստատել Վարդենիս համայնքի հողային հաշվեկշիռը 2025 թվականի հուլիսի 01-ի դրությամբ համաձայն N22 եւ 22A ձևերի, որ ձեր մոտ կա։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե չկան, քվեարկություն։ Ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնարկած չկա։ Անցնում ենք օրակարգի 8-րդ արդյունքը։ Եկեք առանցալուջում տալու անենք, որտեղ գիտեք, կարենան հասնենք, էլի, հարգելի ավական։ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հաջորդ վաճառքով օտարելու թույլատվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին։ Խոսքը ինչին է վերաբերում։ Առաջարկում եմ համաձայն նախագծում ներկայացված ազատ, կուր, սոտ, ջաղացածոր ակումբ և արևունի բնակավայրի հողերը վաճառել հաջորդ վաճառքի միջոցով մեկնարկային գին սահմանել համաձայն ներկայացված անշարժ գրքի գնահատման հաշվետվությանը։ Ուրեմն ես ձեզ ասեմ, հարգելի ավականներ, որը որ վերաբերում է մեզ սահմանումից բնակավայրին, խոսքը 16 միլիոն այդ ծրագրի մասին է, որը վերաբերում է ազատ կուրսով բնակավայրին, իսկ որ բնակավայրերը որ մտնում սահմանամերձի մեջ, ջաղացածոր ակումբ և արևունի բնակավայրները, որտեղ անկախ գնատողի հետ գնատողը գնատել է և տվել է մեզ և դրա համար մենք դնում ենք մրցույթային կարգի, որով պահանջող փաստաթղթեր առկա են և ներկայացած են ձեզ։ Սա բնակարարության այսինքն կառավարության որոշման համաձայն նոր ձևաչափով կառավարության որոշման նոր ձևաչափով հիմա այն ժամանակ մենք այդ ամենը ենք զուր կադաստրային արժեքով հիմա մենք անկախ գնատող մենք մրցույթով անցկացրել ենք և ավականությունով անցկացրել ենք միշտ հիշում եք, մենք ունենք անկախ գնատող, որ գալիս է տվյալ հողաչափում է, բայց արդեն գները գիտեք ավելի շատ, շուղայական արժեքով, գնատում չափում, գնատում տալիս է մեզ ինքեր ձևով արդեն անցկացնում ենք։ Ես նկատում եմ պատուհանը բացել է կառավարության կողմից, թե դա նախորդ նախորդների ընթացքն է։ Այո, նախորդի ընթացքն է, պատուհանը չի բացել դեռ։ Եթե առարկություններ չկան, հարգելի ավականներ, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնարկած չկա։ Անցնում ենք օրակարգի 9-րդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսկերը մրցույթային կարգով վարձակալության տրամադրելու և մեկնարկային գին սահմանելու մասին։ Սա վերաբերում է Վարդենիս քաղաքի վարչական տարածքում գիտեք, հարգելի ավականներ, առկային հողեր, որոնք օգտագործել են առանց համապատասխան փաստաթղթերի, ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերել են նշված հողամասերը, կատարվել են հրապարակում եւ այժմ առաջարկում են Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի թվով 17 կտոր վարելահողեր բերել օրինական դաշտ։ Եւ դաշտ թույլատրել տրամադրել վարձակալության մրցութային կարգով 25 տարի ժամկետով։ Տեսնո՞վ է։ Հաստատել վարձակալության տրամադրող երկրորդ կարգի վարելողի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 7400 դրամ, երրորդ կարգի վարելողի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 6050 դրամ, չորրորդ կարգի վարելողի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 3900 դրամ, 5-րդ կարգի վարելողի տարեկան մեկնարկային գինը 1 հեկտարի համար 1650 դրամ։ Սա էլ արդեն գիտեք, ելի նորից կրկնեմ, որ կատարել է չափագրում, ընդամենը 17 կտոր, որ պետք է բերվել օրինական դաշտ, թույլատրել, որպեսզի վարձակալության մրցութային կարգով կատարվի 25 տարի ժամկետով եւ դրանք օրինական դաշտ։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնարկած չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի Սոլարստարի սահմանափակ պատասխանատվության ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքի սերվիտուտ տրամադրելու համաձայնության մասին։ Մենք իսկ քննարկել ենք հարգելի ավականների մասին եւ համաձայնություն ունենք տվել, ուստի առաջարկում եմ ձեզ
Թույլատրել համայնքի սեփականություն հանդիսացող 05 գիծ 083 գիծ 0103 գիծ 0056 ծածկագրով 0.0528 հեկտար, ես այդ ծածկագրերը չկարդամ, ձեր մոտ արդեն արկա կա, ոտքի գումարները կարդամ և մյուս ծածկագրով 0.25, մյուս ծածկագրով 0.77, իսկ մյուս ծածկագրով 0.02։ Բողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով սերվիտուտ տրամադրել Solar Star X-ին Վարդենիս համայնքի բանական բնակարանում կառուցելու 5000 կՎտ հզորությամբ Solar Star արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի էլեկտրահոսման գծի սպասարկման համար։ Սույն որոշման առաջին կետում նշված բողամասերը օգտագործման սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճարը սահմանել առաջինի համար այս ծածկագրով 0.05 սոտայի համար 26500 դրամ, մյուս ծածկագրով արդեն ձեր մոտ կա 0.02 սոտայի համար 13000 դրամ, մյուս ծածկագրով 0.7 սոտայի համար 390000 դրամ, մյուս ծածկագրով 0.02 սոտայի համար 11500 դրամ։ Համապատասխան փաստաթղթերը կցված են մեր նախագծերին։ Եթե առաջարկություններ չկան, հարգելի ավարտաններ, քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 11-րդ հարցին։ Վարդենիս համայնքի արքում բնակավերի բնակիչ Մակար Հովհաննիսյանին պատկանող անշարժ գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով համաձայնվող մասնակի զիջելու մասին։ Մակար Հովհաննիսյանը արքում բնակավերի բնակիչ է, Յան պատկանող անշարժ գույքարկի մասով կուտակված 387,804 դրամ ապարքը օրենքով համաձայնվող զիջել 120,077 դրամ տուժը, մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Եթե առարկություններ կան, եթե չէ քվեարկություն, հարգելի ավարտաններ, քվեարկություն ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք հաջորդ հարցին։ Վարդենիս համայնքի Կարճախուտ բնակավերի բնակիչ Արծրում Սիմոնյանի պատկանող անշարժ գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով համաձայնվող մասնակի զիջելու մասին։ Արծրում Սիմոնյանը 272,365 դրամ ապարքից օրենքով համաձայնվող զիջել 83,601 դրամ տուժը, մնացած պարտավորությունները մարելուց հետո։ Եթե առարկություն չկա, քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի 13-րդ հարցին։ Վարդենիս համայնքի Կարճախուտ բնակավերի բնակիչ Վալոդիա Սիմոնյանին պատկանող անշարժ գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով համաձայնվող մասնակի զիջելու մասին։ Ստե հարգելի ավարտաններ, անշարժ գույքի 63,051 դրամ դրամից օրենքով համաձայնվող զիջել 35,599 դրամ մնացած պարտավորությունները մանելուց հետո։ Եվ մայր գումարից 15%։ Սա վերաբերում եք ներողություն, դեսի վերաբերում են են տարասկին, են որ իրա հողամասի միջով հողակները որ անցկացել են։ Ես իրանը չէ վերաբերում։ Մնացած պարտավորությունները մարելուց հետո, եթե առաջարկություններ չկան, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպատ չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ 14-րդ հարցին։ Վարդենիս համայնքի ծովակ բնակավերի բնակիչ Գրիգոր Խաչատրյանին պատկանող անշարժ գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով համաձայնվող մասնակի զիջելու մասին։ Հարգելի ավարտաններ, ես անձամբ ճանաչում եմ, իրան կատարել են նույնիսկ մինչև հավաքանունիստն են
որոշակի մուծումներ կատարել, իր ամբողջ գումարը այսքան չի, եւ ես իրանց ճանաչելով լիքը խնդիրներ կան, սոցիալապես անապով շատ պատվիճակի մեջ է, առաջարկում եմ ինքը մարելա, չեքը նախագծի դերիցնողում կապցրած է, առաջարկում եմ մնացած 141,000-ը բոլորը զիջել։ Եթե առարկություններ կան, ասեք, եթե ոչ, քվեարկություն, ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ ձեռնոցար չկան։ Ասում են դորակարգի հաջորդ հարցին։ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Հռոման Վերոնյանին պատկանող SS Մագնիշի SS Գամանիշի ավտոմեքենայի հիմքակի կտված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու համար Հռոման Վերոնյանը 376,113 դրամ գումար ունի, առաջարկում են զիջել 73,413 դրամ եւ այդ գումարից 15%։ Եթե առարկություններ կան, խնդրեմ, եթե ոչ քվեարկություն ովքեր են կողմ։ Բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա, անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Մխիթար Շահոյանին պատկանող Դևլե X5 SSP համարանիշի ավտոմեքենայի հիմքարկի կտված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակից զիջելու համար։ Հարգելի հավաքականներ, այս մեքենան ընդհանրապես գոյություն չունի եւ ահագին մեծ գումարը որպեսզի մեր հաշվին մենք մուծվի։ Ես ինչ եմ առաջարկում եմ իր ուժը շատ մեծ է, առաջարկում եմ 1,6,460,000 դրամ ուժը։ Եվ մայր գումարից 10%, 15% եւ մայր գումարից 15%։ Եթե առարկություններ չկան, քվեարկություն։ Ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Վարդենիս համայնքի Խաչատրի բնակավայրի բնակիչ Դելենի Խաչատրյանի հորը Աղաբեկ Խաչատրյանի պատկանող անշարժ գույքի գույքարկի մասով կուտակված ապարքը օրենքով սահմանված կարգով մասնակի զիջելու մասին։ Դե խոսքը գնում է մեր գումարից մնացել 6,000 դրամ, ուսի ես ձեզ առաջարկում եմ զիջել 30,357 դրամ։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Հայաստանի բասկամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն Արա Արմանի Հովագիմյանին խրախուսելու մասին։ Բոլորը գիտեք մեր հայրենակիցը, որ աջ եւ ձախ ձեռքով աշխարհի կրկնակի չեմպիոն է դարձել, ուստի առաջարկում եմ Արա Արմանի Հովագիմյանին խրախուսել 100,000 դրամով։ Քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ եւ Հայաստանի դիմեց կարելի էր, մի քիչ ամենացրեք։ 200,000 դրամ, աջ ձեռքին 100, ձախ ձեռքին 100, քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը կողմ, դեմ, ձեռնպահ չկա։ Անցնում ենք օրակարգի հաջորդ հարցին։ Զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ։ Լսենք մերոք դա։ Հարգելի հավաքականներ, սեպտեմբերյան պատերազմի հետևանքով զոհված զինծառայող Վիգեն Ավագյանի այրի Վարդենիս համայնքի փոքր մասնիկ բնակավայրի բնակչուհի Լիանա Աշոտի Հովհաննիսյանի Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերի գործված 4729 տանտանիքը հիմնովին վերակառուցելու համար տրամադրել փոխհատուցում շինարարի տեսքով 866,000 դրամ։ Իմիջիայլոց ես ձեզ ասեմ, իսկ մնացած սա մենք մենակ կտուրի մասով, այսինքն մենք մենակ թիթեղի մասով ենք փոխհատուցում կատարում, որպեսզի այդ թիթեղը արդեն տանք տվյալ գնաչին, բայց մնացած այդ շորովա եւ մնացած գիտեք աղագի կտուր փոխել համար ինչքան ծախսեր մեր մնացած բոլոր ծախսերը այլա մեր մարզպետը Գևարգումիի Կարեն Սարգսյանը տվյալ ընտանիքին։
բոլորը վերցրել է իր վրա, մենակ թիթեռն ա թողել համայնքի վրա, մենք էլ այս թիթեռի հարցը եւ սեպտեմբերյան պատերազմի հետևանքով զոհված զինծառայող Արմեն Ասլանյանի այրի Վարդենիս համայնքի արխուն բնակավարի բնակչուհի Աննա Մամեդի-Սիմոնյանին Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 պատուհանները եվրո պատուհաններով փոխելու համար տրամադրել փոխհատուցում շինանյութի տեսքով 406,000 դրամ։ Այսինքն մենք ինչ ենք անում, դեցա լուսամուտ ենք փոխում տվյալ բնակչի համար, էլի այդ տվյալ բնակչի համար խնդիրներ կա, որ էլի մարդիկ կան լուծել, համատեղ լուծում ենք իրարել եւ բացի այս պատուհաններից ես էլի աղին հարցերով էլի օգնում եմ, դա կա մի ավազի տեսքով, չգիտեմ մնացած եւ այլն։ Եթե առարկություններ չկա, քվեարկություն, ովքեր են կողմ, բոլորը ով դեմ դեռապար չկա։ Անցնում ենք օրակարգի վերջին հարցին, 20-րդ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սոցիալապես համախոհ բնակիչների դիմումների քննարկման եւ դրամական փոխհատուցում կառավարելու հարցը։ Տեսել անվանական չասեմ ինչի համար, էլի նորից կրկնել հարկեր գրավականներ, որը ուսումնասիրություն կատարվել է, բոլորի տներում, զեկուցակերերը բոլորը կա, ուսումնասիրության արդյունքները կա, նկարներով, ամեն ինչով, բոլորը մեր մոտ կա, դրա համար միանգամից կարդամ, որ դու հաստատեք, եթե կամեջները որ փոխհատուցումներ ուզում կատարեք, այդ ժամանակ փոխհատուցում կատարեք։ Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում փոխանցում կատարելով դեղատուն կամ բժշկական հաստատություն առողջական խնդիրներ ունեցող Վարդենիս համայնքի հետևյալ անապահով բնակիչների համար։ Էլինաց Ռուստամի Գալստյան, Վարդենիս 50,000 դրամ, Արտուր Վահանի Վարդանյան, Կարճախտույր 80,000 դրամ, Գրետա Ռազմիկի Նունեյան, Շանջրիկ 50,000 դրամ, Լևոն Պարեժի Սիմոյան, Ակունք 80,000 դրամ, Լարիսա Ռաֆիկի Դավեյան, Վարդենիս 100,000 դրամ, դիալիզ ասավ։ Եվ Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում կենսապահովման կայունացման օգնություն կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Վարդենիս համայնքի հետևյալ անապահով բնակիչների համար։ Կարինե Ավետիքի Մանուկյան, Ակունք 100,000 դրամ։ Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 կացարանը վերակառուցելու կացարանով օգտվելու համար տրամադրել փոխհատուցում շինանյութի տեսքով Վարդենիս համայնքի հետևյալ անապահով բնակիչների համար։ Ասմիկ Մամելի Գևորգյան, Այր 100,000 դրամ, Ռուզանա Շավարշի Ախոթյան, Դարանակ 100,000 դրամ, Ֆիրուզա Շամիլի Կարապետյան, Կուտական 100,000 դրամ, Ալվինա Մարտիրոսի Անանյան, Կուտ 100,000 դրամ, Արտյոմ Ժիրայելի Իսկոյան, Շաջրիկ 100,000 դրամ, Մայրանուշ Դալայի Երանոսյան, Կարճախտույր 60,000 դրամ, Սամվել Յակովի Սարգսյան, Լուսակունք 100,000 դրամ, Դերսանիկ Հակոբի Սարգսյան, Կարճախտույր 60,000 դրամ, զոհված Վարսենիկ Վլադիմիր Հակոբյան, Արիգունի 70,000 դրամ, զոհված ազատամարտիկի այր, Վահան Ժորիկի Բադեյան, Վարդենիս 80,000 դրամ, Հովանես Ավետիսի Ավետիսյան, Ախունք Հովանես Ավետիսի Հովանես Ավետիսի Ավետիսյան, Ակունք 20,000 դրամ։ Վարդենիս համայնքի բյուջեի սոցիալական ծախսերից հոդված 47-29 տրամադրել դրամական հատուցում ուսման վարձավճարի հատուցում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված Վարդենիս համայնքի հետևյալ անապահով բնակիչների համար։ Մարինե Արկադիկի Նաղդալյան, Խամբակ 80,000 դրամ, Անուշ Գնելի Հակոբյան, Վարդենիս Անուշ Գնելի 80,000 դրամ,
համաձայն։ Ամբողջովին 100,000 դրամ, հա, Մարինե Արկադի Նավարյան, բանվակ 80 էր, չէ՞։ 100,000 դրամ եւ Անուշ Գնելի Հակոբյան Վարդենից 100,000 դրամ, ներողություն 80,000 դրամ եւ Վարդենի Սամայքի բյուջեի սոցիալական ծախսերից օրվաս 47-29 դրամատել դրամական հատուցում փոխանցում պատրելով սննդի խանութ բնաիրանային օգնության կարիք ունեցող Վարդենի Սամայքի հետեւյալ անապով մնակցի համար Գևորգ Արամասի Գենոքյան շարժերեք 100,000 դրամ։ Այս մանեին հարկելի ավականներ դրենք քրակություն, ովքեր են համոզայն բոլորը ով դեմ դրական չկա։ Հարկելի ավականներ այս մանեին դրաշոտ ավականները շնորհակալություն դեպի